մի կողմից Ադրբեջան, Էրդողան, միջանցք են ուզում, մյուս կողմից ներքին թշնամին է քանդում ազգայինը, հիմա էլ եկեղեցու հետևից անգել, ու այս ընթացքում այսօր առավոտյան տեսնում եմ, որ ինչ-որ Ռուսաստանի համացանցում ինտերնետով պտտվում են կադրներ, որտեղ ինչ-որ մի հատ ջահել 40 տարեկան վիրավորում է ուրիշ ազգին ու այդ ջահելին ասում են, որ այս ջահելը հայ է, դնում բագաժնիկը փախցնում, տանում 10 են տալիս, որ չի կարելի սենց բան անել, հետո բաց են թողում։ Меня, грубо говоря, похитили, вывезли за город. Հիմա չեմ ամ, նույնիսկ կարող է իրա վրա գործ հարուցեն, որպես հակազգային թշնամանք տարածելու համար։ Ամեն դեպքում ինձ շատ դուր չեկա, որ վապերվիխ այդ տղուն կապեցին հայերի հետ, այդ տղեն ինչից վերցեցին, որ հայ է, ազգանուն էլ չեմ ամ, ռուսականերն ու ամեն դեպքում կապում են հայերի հետ, ու չասած նաև այն, որ դուր չեկա, որ այդ տղեն կպտնում է ուրիշ ազգերին է հայոյուն, ես չեմ ամ, եթե այդ տղեն ինչ-որ մեկի հանդեպ թշնամանք ունի, կամ եթե մեկ հոգի չէ, 10 հոգի, 20 հոգի են, որ իր հանդեպ ինչ-որ կռիվներ, ինչ-որ խնդիրներ ունի ինքը իրար մեջ լուծելու, խի ամբողջ ազգին հայոյում, իհարկե դա անթույլատրելի է, այդպես բան չի կարելի անել ոչ մի դեպքում, ու այդ իր հիմարության հետևանքով ինքը իհարկե իր պատասխանը տվեց, շատ դառը պատասխան ինքը տվեց, ես չեմ ամ, ինքը ոնց է դուրս գալու ես իր կյանքի մեջ, ոնց մի հատ մեծ հետք լինի, որ ոնց է ինքը իր այդ հետքը մաքրելու, մարսելու։ Ամեն դեպքում ես կուզենայի այս եթերը անելուց մեր բոլոր հայրենակիցներին խնդրել, որպես իրանք սենց բաներից զգուշ լինեն։ Մենք այնպես պետք է անենք, որ մեր հայ ազգը ինչը որ անում են մեր արտիստները, մեր երգիչները, մեր սպորտսմենները, նկարիչները, ամեն ինչ անում, որպեսզի մեր հայ ազգի պատիվը բարձրանա։ Ու սենց որ մանր-մուներ, ասենք չեմ անում, հոգեկան հիվանդներ, որ դուրս են գալիս ու սենց խառնում են մեր հայ ազգը ինչ-որ սենց տհաճ կոնֆլիկտների հետ, կողքից էլ դե իհարկե կան մամուլներ, որոնք վերցնում են չուզող ազգեր, որ ուզում են մեզ ներկայացնեն վատ տեսքի մեջ, իհարկե սա կարողանում են ծախեն համացանցում, որ տեսեք հայրին զևեն, բայց ես այդ տղովորից հայ հոտ չառա, որ ասեմ հայա, լոփո խոսացող չեմ անում, հոգեկան մարդ է, որ ինստագրամ էլ մտա նայեցի, ինչ-որ գործարար, մի գործարարը լիներ, ինչն էր այդ մարդու գործարարը, չհասկացա։ Մի մարդ, որը ձգտում է ամեն ֆորումներում լինի, ամենտեղ իրան խցկում է, որպեսզի հարցազրույցներ տա, ու որպես հարցազրույց տա, որպես դիտող, որպես անցնող մարդներ, որ մեր բաների հասել է, հիմա էլ հարցազրույց է տալիս, չէ։ Նո ամեն դեպքում իմ ասածը սենա, որ մենք հայերս պետքա զգուշ լինենք ու սենց կարող է մի պա թուլանանք, մի պա այսի միջ ալկոհոլի տակ լինես, մի կը ինչ-որ ու սենց քալեր թույլ տաս, էսի անթույլատրելի է, պետքա միշտ ձիգ լինել, միշտ պետքա համ թույլ չտաս, որ քո ազգի մասին տես բաներ խոսան, համ էլ դու ուրիշ ազգի մասին տես բան չխոսաս։ Կան ինչ-որ կոնկրետ մարդիկ, որ չունես այդ մարդու հետ, ախպեր ջան, հա դու այդ մարդու հետ դու քո հարցերը լուծի, արեջես։ Բայց այտենց որ դու դնես ու խառնես ազգայինը, դա իհարկե անթույլատրելի է։ Մենք հայերս ասում եմ, մենք դες պետք է անենք, որ մեր հայ պետության, հայ ազգի պատիվը միշտ բարձր լինի։ Ամեն տեղ, ամեն երկրում։